Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մի անգամից վաղ ենք անցնել հարցերին, որ ձեր ժամանակը հնարավորինս շատ լինի հարցեր տալու համար, խնդրում եմ։ Ազատություն։ Շնորհակալ եմ, խնդրում եմ ասել, խոսվել է նրա մասին, որ նոր սահմանադրության նախագիծը իշխող քաղաքացիական պայմանագրում պետք է քննարկվի, արդյոք արդեն այդ քննարկումը եղել է եւ կարող ենք ասել արդյոք նախաբանը արդեն կա եւ նախաբանում կա անկախության հռչակագրին հղումը եւ վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե չանցնի սահմանադրության նախագիծը նորից հանրաքվե կլինի, կարող եք մի փոքր բացել ինչ նկատի ունի, այսինքն եթե չանցնի անընդհատ հանրաքվե կլինի եւ ինչքան եք պատրաստվում սահմանադրության հանրաքվե անել, շնորհակալ եմ։ Ձեր վերջին հարցը շատ տեսական հարց է, այս փուլում դրան ես չեմ պատասխանի, բայց կպատասխանեմ ձեր առաջին հարցին, առայն որ սահմանադրության նոր սահմանադրության տեքստը դեռևս քննարկման փուլում է, խմբակցության հետ էլ է այո քննարկվում, մեկ հանդիպում եղել է արդեն, սրանք աշխատանքային քննարկումներ են, երբ որ մենք կհասնենք այն փուլին, երբ որ ուրեմն քննարկումները կավարտենք եւ հրապարակման ենթակա տեքստը կլինի, այդ հրապարակումը կլինի եւ արդեն քննարկումները էլի կշարունակվեն արդեն հանրային լայն տիրույթում եւ յուրաքանչյուրը թե դուք, թե փորձագիտական համայնքը, թե քաղաքական համայնքը, թե մեր քաղաքացիներն իրենց դիրքորոշումներն, կարծիքները կհայտնեն նոր սահմանադրության վերաբերյալ եւ ըստ այդմ աշխատանքը արդեն հրապարակային փուլում կշարունակվի։ Հիմա ինչ կա դրանք աշխատանքային փաստաթղթեր են, ես տեսա, որ ինչ-որ տարբեր դրվագներում որոշ լրատվականներ ինչ-որ բաներ էին հրապարակել, հիմա մենք գտնվում ենք աշխատանքային փուլում տարբեր ուրեմն հրապարակումներին, ես խնդրում եմ մեր քաղաքացիները չտրվեն, այլ հետևեն պաշտոնական հաղորդագրություններին, շնորհակալ եմ։ Եթե լիներ, կլիներ, հիմա եթե չկա, ուրեմն չկա, դեռևս աշխատանքային քննարկումներ են, խնդրեմ Տիկին Մինասյան։ Մի փոքր ավելացում անենք այս մասով շատ կարևոր դիտարկում է եղել նաև երեք, որ այնպիսի տրամադրություն եւ այդպիսի խոսակցություններ են գնում դաշտում, որ քաղաքացիական պայմանագիրն է որոշում կայացնում նոր սահմանադրության վերաբերյալ։ Դա մեր առաջարկն է հանրությանը եւ մենք շատ բաց, հստակ ասում ենք մեր դիրքորոշումների վերաբերյալ եւ նախաբանի մասով եւ սահմանադրության այն կառուցակարգերի, որոնք գործող չեն, որովհետեւ ժողովուրդը չի քվեարկել այդ սահմանադրությանը։ Մեր գլխավոր նպատակն է ունենալ մեր հանրության հետ ուղիղ խոսակցություն, թե մենք ինչի ենք ուզում փոխենք սահմանադրությունը։ Հանրային ռադիո։ Շնորհակալություն, քիչ առաջ ձեր ընդդիմադիր գործընկերները ասացին, որ իշխանությունը խուսափում է անվանել այն երկիրը, որտեղից հիբրիդային միջամտություններ են լինում։ Ես խնդրում եմ արձագանքեք այս հայտարարությանը եւ իմ հարցը անհետ կորածների հարազատներին է վերաբերում, նրանք պահանջում են 44-օրյա պատերազմի մասին քննիչ զեկույցի հրապարակումը։ Հնարավոր է, որ ազգային ժողովում թեկուզ փակ ձևաչափով հանդիպում լինի եւ նրանց հետ քննարկվի այս զեկույցը եւ շփվել եք այս ընթացքում եւ ինչ են փոխանցում նրանք ձեզ։ Զեկույցի վերաբերյալ ձեր հարցին արձագանքեմ, տեսեք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հարցը բացառապես իրավական հարց է, քաղաքական հայեցողության հարց չէ եւ դրա հրապարակման պատասխանը իրավական ընթացակարգերով է տրվում։ Հետևաբար քաղաքական հայեցողությամբ դա չի կարող հրապարակվել որևէ կերպ։ Սրա մասին մենք բազմիցս խոսել ենք։ Ինչ վերաբերում է անհետ կորածների ծնողների, հարազատների հետ աշխատանքին, մենք նրանց հետ պարբերական աշխատանք ենք իրականացնում եւ այս իմաստով ես կարծում եմ, որ ամեն բան արվում է մեր կողմից, ուրեմն նրանց նկատմամբ հոգատարության նաեւ իմաստով։ Սա է ձեր հարցի պատասխանը քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման վերաբերյալ։ Մյուս հարցին գործընկերուհիս կպատասխանի։ Նախ մեր ընդդիմադիրներին հորդորում եմ հասկանալ ինչ է հիբրիդային հարձակումը, հետո պնդումներ անել հիբրիդային հարձակումների հետ կապված, որովհետեւ մշտապես կեղծ լուր քաղաքական ընդդիմախոսների կողմից ինչ որ կեղծ պնդումները նրանք հիբրիդային հարձակումներ են որակում, այնինչ հիբրիդային հարձակումը ամբողջությամբ տեղավորվում է այն տրամաբանության ներքո, որ դուք նշեցիք, այսինքն արտաքին միջամտությունը։ Արտաքին միջամտության տեսանկյունից տարբեր են երկրները եւ մենք տեսնում ենք շատ բացահայտ հստակ կերպով ասում ենք եւ ռուսական եւ թուրքական եւ ադրբեջանական տարբեր մամուլներում մենք տեսնում ենք
եթե կոնկրետ հիբրիդային հարձակումները fake news-ի մասովի նկատի ունեք, մենք տեսնում ենք հրապարակումներ, որոնց արձագանքում է վարչապետի մամուլի խոսնակը, երեք էլ է տեղի ունեցել նման հարձակում, գիտեք, հրապարակումները տարբեր անանուն կայքերում են լինում կամ շատ հայտնի կայքի որևիցե տար փոփոխությամբ, որպեսզի շփոթեցնեն քաղաքացիներին եւ այն տեղեկատվությունը, որը վերաբերվում է վարչապետի ընտանիքին, մեր կառավարող ուժի մասին ինչ-որ անհեթեթ պնդումներին, մենք աշխատում ենք պրոակտիվ կերպով հերքել մինչեւ հայկական մեդիա դաշտը կլծվի դրանով եւ ես հորդորում եմ նաեւ լրատվականներին, որպեսզի հետևեն այն հերքումներին եւ շարունակեն տարածել այդ տեղեկատվությունը, որը արտաքին միջամտություն է մեր երկրի ներքին գործերին։ Շնորհակալություն։ Սիվիկեյեմ։ Շնորհակալություն։ Իմ հարցը վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը կապված խաղաղության հետ։ Պարոն Քոչարյանը իր վերջին ոդկասթում մասնավորապես հայտարարել է, թե ինձ համար պարզ է ինչու Նիկոլ Փաշինյանը չի ուզում խաղաղության երաշխիքներ։ Ինքն ուզում է այնպիսի խաղաղություն, որը կապվի միայն իր անվան հետ։ Իրականում մեզ պետք է խաղաղություն, որը կապված չէ որևէ մեկի հետ, այլ ունի երաշխավորներ։ Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ բարձաբանեք, Նիկոլ Փաշինյանն իսկապես ուզում է սեփականաշնորհել այն խաղաղությունը, որը հաստատված է Հայաստանում։ Բավականին բարդ է Հայաստանի երկրորդ նախագահի աթոռը զավթած անձնավորության դատարկաբանություններին արձագանքելն էս իմաստով։ Ես նրան չեմ արձագանքի, հիմա ես խոսեմ այլ բանի մասին։ Հայաստանի Հանրապետությունը ունի խաղաղություն։ Եվ այդ խաղաղությունը մենք ամեն կերպ պետք է ամրացնենք եւ մեր ժողովրդի հետ տերենք կանգնելու այդ խաղաղությունը։ Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է։ Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է այդ խաղաղությունը։ Ռոբերտ Քոչյանը սա լավ չի հասկանա, որովհետեւ Ռոբերտ Քոչյանը ոչ մի օրգանական եւ բնական կապ չունի հայ ժողովրդի հետ։ Դա ցույց է տալիս իր անցած կյանքը, իր գործողություններն ու որոշումները։ Նրա օրոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունները, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, Պողոս Պողոսյանի սպանությունը, ընտրությունների կեղծումը, ժողովրդին ծեծելը փողոցներում ամեն ընտրական process-ից հետո Ռոբերտ Քոչյանը չի կարող եւ չունի որևէ օրգանական կապ հայ ժողովրդի հետ եւ խաղաղության հետ առհասարակ, թե ներքին խաղաղության, թե արտաքին խաղաղության։ Նրա օրոք Հայաստանի Հանրապետությունում ոչ եղել է ներքին խաղաղություն, ոչ արտաքին խաղաղություն։ Դրա համար լավ կլինի սուս մնա եւ հանգիստ նստի իր տեղը եւ ավել պակաս բաներ չխոսա։ Հայաստանի երկրորդ նախագահի աթոռը զավթած անձնավորությունը։ Եվ կրկնում եմ, խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է։ Խաղաղության հեղինակը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տերականգնելու իր իսկ կողմից ձեռք բերված խաղաղությանը եւ որևէ մեկը այս գործընթացին չի կարող խոչընդոտել։ Շնորհակալություն։ Մի փոքր ավելացում ես անեմ, երբ տեսնեք պարոն Քոչարյանին, խնդրում եմ հարց ուղեք նրան, երբ որ նա ասում է խաղաղությունը կախված է, Նիկոլ Փաշինյանը ուզում է որ կախված լինի իր անձից, արդյոք նա ուզում է որ մեր խաղաղությունը կախված լինի իր սիրելի երաշխավորից, ոնց որ կախված ա եղել այս տարիների ընթացքում։ Այդ հարցը շատ կարևոր է, էլի։ Երկրորդ հերոստալիկ։ Պարոն Հովհաննիսյան, դուք նոր ասացիք, որ խաղաղությունը կախված է հայ ժողովրդից։ Դուք նկատի ունեք ընտրություններում ձեզ ընտրելով։ Ներողություն։ Տերեկանգնելու, այո, դուք ասացիք, որ հայ ժողովուրդը տերեկանգնելու իր խաղաղությանը, այսինքն դուք նկատի ունեք հունիսի 7-ին ձեզ ընտրելով։ Այո, միանշանակ, այո, հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրելով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը տեր է կանգնելու խաղաղությանը, ազատությանը եւ ժողովրդավարությանը Հայաստանի Հանրապետություն։ Սա միանշանակ է եւ սա չի քննարկվում, որովհետեւ մնացած բոլոր ուժերի քիչ թե շատ հաջողության դեպքում ուրեմն Հայաստանի Հանրապետությունը կրկին կանգնելու է նույն իրավիճակի առաջ, ինչի առաջ որ կանգնած էր 2017-18 թվականներին։
Դուք ասում եք, որ եթե քաղաքացիական պայմանագիրը հունիսի 7-ին չվերընտրվի, չէ, դուք չհաղթեք, կլինի աղետաբեր պատերազմ։ Ես ասում Չէ, եմ, այս պահին չէ, դուք եւ ձեր թիմի տարբեր անդամներ այդ մասին ասել եք բառացի եմ ցիտում, որ կլինի աղետաբեր պատերազմ։ Հարցս հետեւյալն է. գուցե դուք օրենքով ամրագրեք, որ քաղաքացիական պայմանագիրը հավերժ մնա իշխանության եւ լինի հավերժ խաղաղություն, այդ դեպքում բոլորս կապրենք խաղաղ ու երջանիկ։ Ես կառաջարկեի ձեր առաջարկը վերափոխեիք, ոչ թե քաղաքացիական պայմանագիրը մնա հավերժ իշխանության, այլ իշխանության չգան այն ուժերը, կարելի է օրենքով ամրագրել, չէ՞։ Առաջարկ արեք այդ ուժերին։ Այն ուժերը, որոնք ուզում են խաղաղությունը տորպեդահարեն, որոնք ուզում են արդեն կայացված որոշումներն ու կնքված պայմանագրերը ռևիզիայի ենթարկեն, որոնք ուզում են մեկ կենտրոնից կախվածություն ունենան, որոնք ուզում են հավերժ միայն իրենց սիրելի կայսրությանը հպատակության երթում տան, այդ ուժերին կարելի է օրենքով արգելել մասնակցել ընտրություններին, բայց բնականաբար սա հեգնանքա ձեր հարցին երբեք Հայաստանի Հանրապետությունում նման բան չի կարող տեղի ունենալ, որտեղ մենք ժողովրդավար պետություն ենք։ Հարցեր, եթե կան, չկան, շնորհակալություն։